Արմնուր լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն սահմանապահ զինվորի մահվան գործով հարձակվում են ծառայակից ընկերները։ Բանն այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել։ Ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել։ Իսկ թե այդ ներքին կոնֆլիկտը ինչ կապ կարող է ունենալ ապրիլի 25-ին հնչած կրակոցի եւ զինվորի մահվան հետ, հուսանք կպարզի քննությունը։ Ապրիլի 25-ին զորամասերից մեկում սահմանապահ զինվոր էր մահացել, մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։ Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ Ավելի ուշ դեպքին անդրադարձավ քննչական կոմիտեն, հայտնելով, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ազգային անվտանգության ծառայությունը եւս անդրադարձավ ողբերգական դեպքին, նշելով, որ սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող ԱԱ-ն ըստ նախնական տվյալների իրեն ամրացված ինքնաձիգից ստանալով հրաձենային վնասվածք մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ եւ իրականացվում է նախաքննություն։ Արմնուր լրատվականին հասած տեղեկությունների համաձայն քրեական վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, այսինքն նախաքննական մարմնում քննչական կոմիտեում, ինչպես նաեւ քննչական կոմիտեում այս պահին քննվում է այն վարկածը, որ զինվորը ինքնասպան է եղել, իսկ թե հետագայում ինչ կպարզվի նրան հասցրել են, թե նա այլ ելք չունենալով գնացել է այդ քայլին, կհետևենք քննության ընթացքին։